Եղիան Աստծո մարգարեն էր։ Նա գործում էր այնպես, ինչպես ասում էր Աստված։ Եղիան ծերացավ և Աստված ասաց նրան. «Ես ուզում եմ քեզ ինձ մոտ տանել, կանչիր Եղիսեին, նա կլինի իմ նոր մարգարեն»։ Եղիան Եղիսեին գտավ դաշտում, նա 2 եզով վար էր անում։ Եղիան իր վերարկուն գցեց Եղիսեի վրա։ Եղիսեն հասկացավ, որ Եղիան իրեն օգնական ընտրեց։ Եղիսեն ասաց Եղիային. «Ես կգամ քեզ հետ, բայց պետք է հրաժեշտ տամ ընտանիքիս»։ Հետո գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։ Մի անգամ Եղիան ասաց Եղիսեին. «Տերը հրամայել է, որ ես գնամ ուրիշ քաղաք, իսկ դու պետք է մնաս այստեղ»։ Բայց Եղիսեն չէր ուզում բաժանվել Եղիայից։ Նա ասաց. «Ես քեզ մենակ չեմ թողնի, ես կգամ, ուր որ գնաս»։ Եղիան և Եղիսեն մոտեցան գետին, հարկավոր էր անցնել մյուս ափը։ Եղիան իր թիկնոցով խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան ու նրանք երկուսով անցան ցամաքով։ Եղիան գիտեր, որ Աստված շուտով վերցնելու է իրեն։ Նա հարցրեց Եղիսեին. «Խնդրիր, ինչ անեմ քեզ համար, քանի դեռ Տերն ինձ իր մոտ չի տարել»։ «Ես ուզում եմ Աստծո զորությունն ունենալ, որպեսզի ծառայեմ նրան այնպես, ինչպես դու», պատասխանեց Եղիսեն։ Եղիան ասաց. «Եթե տեսնես, թե ինչպես է Աստված ինձ երկինք բարձրացնում, իմացիր, որ կստանաս նրա զորությունը»։ Հանկարծ երևաց հրեղեն մի կառք։ Ուժեղ պտտահողմը Եղիային վերցրեց և հրեղեն կառքով երկինք տարավ։ Եղիսեն հասցրեց տեսնել այս բոլորը։ Եղիայի թիկնոցն ընկավ ներքև և Եղիսեն բարձրացրեց այն։ Հետո նա մոտեցավ գետին ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից հեռացան և Եղիսեն կարողացավ անցնել մյուս ափը։ Նա հասկացավ, որ Աստծո զորությունը իր հետ է։ Հիմա նա կարող էր գործել Աստծո համար։